Ողջույն գործար ալիքի սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, տաղավարում կրկին ես եմ Ծովինար Սարգսյանը եւ ինչպես յուրաքանչյուր շաբաթ, այս շաբաթ եւս անդրադարձ ենք կատարում հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին, հյուրընկալում ենք բավականին փորձառու անհատների, ովքեր որ կիսվում են իրենց հարուստ փորձով, անցած ճանապարհով եւ ամենակարևորը իրենց ոլորտում տեղի ունեցող հիմնական իրադարձություններով։ Այսօրվա իմ հյուրերին եմ ուզում շատ մեծ սիրով ներկայացնել Հասմիկ Ղահրամանյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ Լուիզա Վարդումյանին, ողջույն Լուիզա։ Բարև ձեզ։ Մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ցանկանում եմ տեղեկացնել, որ Հասմիկը հանդիսանում է Օքսֆորդի Հայաստանի շրջանավարտների ակումբի հիմնադիր անդամը, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ եւ Երևանի պետական համալսարանում դասախոս, բավականին հարուստ գործունեության ոլորտ ու նաեւ անցած ճանապարհ, իսկ Լուիզան հանդիսանում է էլի Օքսֆորդի Հայաստանյան շրջանավարտների ակումբի հիմնադիր անդամը եւ Մեհրաբյան եւ որդիներ ընկերությունում ֆինանսական տնօրեն։ Շատ ուրախ եմ ձեզ ողջունելու մեր տաղավարում ու նաեւ քանի որ այսօրվա հիմնական թեման, ինչից մենք խոսելու ենք, առավելապես առնչվելու է միջազգային փորձի գիտելիքի այդ հարուստ գիտելիքի, որը դուք կուտակել եք դրա փոխանցմանը եւ մենք ունենք առանձնացված հարցեր, որոնք վերաբերվում են անձնային աճին, փոփոխություններ բերելու կարողություններին, կարիերային, մինչեւ հիմնական հարցերին անցնելը Հասմիկ, սկսենք ձեզանից։ Մի փոքր ձեր մասնագիտական կրթական հենքը ներկայացնեք ու նաև ինչպես եք հայտնվել Օքսֆորդի, ինչպես արդեն նշեցի, Հայաստանյան շրջանավարտների ակումբի խմբում, ինչպես եք այդ ճանապարհը սկսել, շնորհակալություն։ Շնորհակալություն Ծովինար ներկայացնելու համար, հյուրընկալելու համար։ Ես ավարտել եմ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտությամբ, այնուհետև պաշտպանել եմ թեկնածուական թեզը, տնտեսագիտության թեկնածու եմ եւ ամբողջ իմ մասնագիտական գործունեության ընթացքում չեմ դադարել կրթվել։ Հրաշալի է։ 2022 թվականին ավարտել եմ Օքսֆորդի համալսարանի Սաիդ բիզնես դպրոցի առաջադեմ կառավարում եւ առաջնորդում դասընթացը։ Դրանից հետո էլի տարբեր կրթական ծրագրերի եմ մասնակցել, եվրոպական խորհրդի դիպլոմի դասընթաց եւ այլն, եւ դասավանդում եմ նաեւ Երևանի պետական համալսարանում, ինչպես նշեցիք, որը նաեւ կարևոր նախադրյալ է իմ կարիերայի ընթացքում անընդհատ եւ կրթական եւ պրակտիկ ոլորտները համատեղելու համար։ Ինչպես ես հայտնվեցի Օքսֆորդի համալսարանի, ինչպես նախաձեռնեցի Օքսֆորդի համալսարանի ծրագրերին մասնակցելը, երբ որ 10 կամ 20 տարի առաջ ընթերցում էի ոլորտին վերաբերող կամ առաջնորդմանը, կառավարմանը վերաբերող վերլուծական նյութեր, այլ բառապաշարով այլ կերպ էր մատուցվում։ Յուրաքանչյուր տարի նկատում ես, որ բառապաշարի որոշակի փոփոխություն կա։ Եվ հասունացավ այն պահը, երբ որ հասկացա, երևի պետք է ինչ-որ կրթական ծրագրի մասնակցել, որ այս ամբողջական ընկալել, որպեսի ավելի համապատասխան վերաբերմունք ունենամ այդ զարգացումների նկատմամբ։ Շնորհակալություն շատ, Լուիզա, մի փոքր ձեր պատմության մասին, կրթական հենք, անցած ճանապարհ։ Ուրեմն ես ավարտել եմ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, ֆինանսահաշվային ֆակուլտետ, ֆինանսների եւ վարկ-բաժին։ Դրանից հետո ընդունվել եմ աշխատելու Արջին բանկում, երկար տարիներ աշխատել եմ այնտեղ։ Եկավ մի փուլ, այդ ընթացքում էլի MBA եմ արել աշխատելունկից, արդեն Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կից բիզնես դպրոցի MBA-ներ, մի պահ դա այդ MBA անելը ոնց որ այդ սովորելու ծարավը այսպես ասած լրացրեց, բայց դրանից հետո էլ անցան որոշ տարիներ եւ եկավ այդ պահը, որ հասկացա, որ հաջորդ этаպին անցնելու համար անձնային աճի ասենք, պրոֆեսիոնալ մակարդակի ասենք, անհրաժեշտ է կրթություն, անհրաժեշտ է մի բան, որ քեզ թույլ կտա անցնել հաջորդ этаպի։ Երկար էի փնտրում, ինչ կուրս վերցնել, որ համալսարանում վերցնել,
Այդպես եւ ընկերներ ունեի շրջապատում, որ արդեն Օքսֆորդի համալսարանի Սայիդ դպրոցը ներկայացնում էին, ասում էին կուրսերը։ Երբ որ բացեցի Օքսֆորդյան Edge-ը, այնտեղ շատ հետաքրքիր է ներկայացված, այսպես անգլերենով ասում է Oxford Answers, այսինքն պատասխաններն է տալիս challenge-ների, եւ գտա իմ ուզած կուրսը, ինքը Financial Strategy կուրսն է։ Իրականում այդ կուրսը համախմբել է իմ ամբողջ պրոֆեսիոնալ անցած ճանապարհը։ Ես սկսել եմ բանկում աշխատել եմ կամ ֆինանսների ոլորտում, կամ ռազմավարության ոլորտում, եւ կարծես այս կուրսը այդ երկու իմ փորձառությունը համախմբում էր եւ ղեկավարների համար նախատեսված կրթություններ, ինձ հնարավորություն էր տալու այդ ամենին ավելի նայել ղեկավարի աչքերով, կազմակերպչի աչքերով, քան ուղակի այսպես առարկայի ուղակի ուսումնասիրության տեսանկյունից եւ ընտրեցի եւ կարելի է ասել, որ կարող եմ ասել, որ ամենաստացված եւ ամենալավ որոշումներից մեկն է եղել։ Դրանից հետո արդեն ավտոմատ ստացվեց նաեւ այս Հայաստանի Օքսֆորդյան շրջանավարտների հետ կապերը, հանդիպումները, հետո որոշեցինք, որ պետք է ունենանք նաեւ այդ ֆորմալ բիզնես ակումբը, երբ որ մի քիչ էլ ավելի անդամների քանակն ավելանա, բիզնես ակումբն էլ արդեն կդառնա Սայիդ համալսարանի պաշտոնական chapter։ Շատ շնորհակալություն, ուզում եմ հաջորդ կարևոր հարցը ուղղել, վստահաբար կարող ենք ասել, որ միջազգային համալսարանները, այս դեպքում երբ խոսում ենք Օքսֆորդի համալսարանի մասին, իրենց կարևոր ու առանցքային դերն են ունենում, ինչպես խոսքի ամենասկզբի հատվածում նշեցի, անձնային աճի ու զարգացման մեջ, մասնավորապես մտածելակերպի նոր մտածելակերպի ձևավորում, մտածելակերպի փոփոխություն, բավականին շատ երևույթների այլ կերպ դիտել, ավելի մեծ մտածել, գլոբալ մտածել։ Ուզում եմ Հասմիկ սկսել ձեզանից, կնշեք այն առանցքային փոփոխությունները, այն առանցքային հիմնարար կետերը, որոնք որ դուք ստացել եք ուսումնառության ընթացքում եւ կարող եք ասել, որ այո, դրանք շատ մեծ դեր են ունեցել ձեր հետագա աճի ու ապագայի մասով։ Խոսքը ոչ միայն կարիերայի, այլ ինչու ոչ, նաև անձնական կյանքում։ Շատ լավ, շնորհակալություն։ Շատ կարևոր էր ինքնության բացահայտումը։ Թվում է, թե մարդը ինքն իրեն ճանաչում է, բայց երբ որ իրենք հարցաշար տվեցին 400-ից ավել հարցերով եւ ասացին 4 ժամ ուրիշ ոչինչով չզբաղվեք, ձեզ տրամադրեք, ձեր ժամանակը տրամադրեք հարցաշարը լրացնելուն, որպեսզի դուք կարողանաք բացահայտել ձեզ, շատ հետաքրքիր էր նորովի բացահայտել ինքդ քեզ, մոտեցումներ եւ այլն։ Իսկ թե ինչպիսի մոտեցումներ են ինձ մոտ փոխվել կամ նորը ձևավորվել, ցանկացած գրականություն, որ ընթերցում ենք, օրինակ ես կարող եմ բերել տնտեսագիտության հիմունքների հիմնական դասագրքի օրինակը։ Դասընթացի ընթացքում սովորում էինք առարկան, ընկալումն այլ կերպ էր։ Երբ որ պետական քննության հանձնելու համար էինք պարապում, այլ ընկալում էր։ Երբ որ ես իմ տեխնացուական թեզն էի գրում, նորից ընթերցեցի, երբ որ արդեն ունեի այդ աշխատանքային փորձը, ընկալումն այլ էր։ Ես վստահ եմ, որ այդ նույն դասագիրքը, ճիշտ է, հաջորդ խմբագրություններով, եթե ես այս պահին ընթերցեմ, ընկալումը այլ կլինի։ Իսկապես ինձ համար էական է եղել այս կրթության առաջնորդման վերաբերող մասը, կրթության ազդեցությունը աշխատանքի վերումով, շատ հետաքրքիր օրինակ բերեմ, մարդկային հարաբերությունների եւ միմյանց վստահելուն է վերաբերում, երբ որ դու որոշում ես կայացնում ինչ-որ բանի վերաբերյալ, մոտեցումն այն է, որ երբ որ ներկայացնում են նախագիծ, պետք է մինչև վերջին տողը հասկանալ, պլանավորել եւ պարտադրել, որ քեզ բացատրեն, հա, պարտադրելը մի քիչ հաջող բառ չստացվեց ու գնալ նրան, որ մինչև վերջին տողը բացատրեն, հետաքրքիր մոտեցում էր, որ մեզ սովորեցրին Օքսֆորդի համալսարանում, առաջարկեցին այն, որ պետք է աշխատակիցներին վստահել մինչև որոշ աստիճան, պետք չէ իջնել մինչև վերջին տողը քննարկել հետը, որովհետև դա շատ կարևոր է աշխատակցի աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի համար։
այլապես ինքը կփոխի աշխատանքի նկատմամբ իր վերաբերմունքը, եթե դուք Բավական իրեն չեք հետաքրքիր է։ վստահում, այո, եւ մինչեւ վերջին տառը հետը քննարկում եք, դա ինձ համար շատ ուսանելի էր եւ բարբերաբար եւ փորձում եմ այդ տարբերակով եւ իմ հին մոտեցմամբ շատ օգտակար էր այդ մոտեցումը։ Իսկ Հայաստանի աշխատաշուկայում, քանի որ ձեր գործունեությունը, ինչպես նշեցինք, կենտրոնական բանկի խորհրդում եւ պետական համալսարանում դասավանդման process-ում արդյոք կիրառելի է, այսինքն միջազգային փորձը այստեղ իհարկե ադապտացման խնդիրներ վստահաբար ունենք, բայց որքանով է աշխատում։ Օրինակ կրթության ոլորտի մասին կարող եմ ասել, որ ինձ մոտ Օքսֆորդի այդ դասընթացն ավարտելուց հետո ձևավորվեց այն համոզմունքը, որ կրթությունը առավելապես ուսանողի պատասխանատվությունն էր։ Ես հավասարապես կիսում եմ այդ պատասխանատվությունը ուսանողի հետ, բայց հետաքրքիր էր, որ այդ դասընթացից հետո ընկալումը փոխվեց, դա ուսանողի պատասխանատվությունն է առավելապես, ինքը պետք է պրպտի, մարտահրավեր նետի դասախոսին, այդուհանդերձ ես ամենայն պատասխանատվությամբ իմ դասերն անց եմ կացնում, դա էր, որ կրթության ոլորտի վերաբերյալ փոխեց, իսկ աշխատանքի մասով շատ կարևոր են մարդկային հարաբերությունները, աշխատանքից զատ, շատ կարևոր է դիալոգ ունենալու աշխատակիցների հետ քննարկելու, բացերը հասկանալու այդ դաշտ ստեղծելը, երբ որ ինչ-որ խնդիր է առաջանում, փորձում ենք ինչ-որ կոմպրոմիսի գալ, բայց առաջնորդման հիմնական հմտությունը, որ ես ստացա Օքսֆորդի համալսարանում սովորելիս, դա այն էր, որ պետք է երկար դիալոգի գնալ եւ տալ տարածություն, որ դիմացինդ արտահայտվի մինչև վերջ, որպեսզի ճիշտ հասկանանք միմյանց եւ շատ կարեւորում են empathy անգլերենով, ապրումակցում հայերենով, այո, թարգմանում են, չգիտեմ որքանով է արտացոլում, եւ այն, որ առաջնորդը պետք է լինի ոչ միայն ինչ որ բան կատարող առաջնորդող, նա նաեւ ապաքինող պետք է լինի, շատ հետաքրքիր ընկալումներ են առաջնորդման վերաբերյալ ինձ մոտ ձևավորվել։ Շնորհակալություն շատ, Հասմիկ, ուզում եմ լրացնող հարց ուղղել Լուիզա ձեզ, վստահաբար կարող ենք ասել, որ երբ խոսում ենք կրթական համակարգերից, հատկապես միջազգային աշխարհահռչակ, հա, այսպես բուհերի հաստատություններից, այստեղ 3 կարևոր բաղադրիչ կա, հա, դասախոսական կազմ, կրթական ծրագիր ու միջավայր, որոնք 3-ն էլ վստահաբար իրենց ազդեցությունն են ունենում ինքնավստահության ձևավորման վրա։ Մենք Հասմիկը նշեց ինքդ քեզ ճանաչելու, ինքդ քեզ բացահայտելու եւ այս կտորից հետո յուրաքանչյուրիս մոտ երբ դու քեզ լավ ճանաչում ես, նաեւ այդ ինքնահաստատման, ինքնաճանաչման, ինքնավստահության գործոնն է շատ բարձրանում։ Կնշեք ինչ է փոխվել ձեզ մոտ, հա, այդ ներկայանալու տեսանկյունից, ինքնավստահության տեսանկյունից, էլի մտածողության տեսանկյունից, որ եթե դուք համեմատեք Լուիզային միջև այդ միջավայրում հայտնվելը եւ այդ միջավայրից հետո այն առածքային կետերը, որ դուք այսպես հստակ կարող եք ասել, որ ձեզ մոտ փոխել են։ Եվ կուզենայիք իհարկե նաև կիսել։ Իրականում շատ բան է փոխվել։ Դա եղել է ավելի շատ հենց անձնական աճի ճանապարհ, քան պրոֆեսիոնալ, ասենք, գիտելիքների ձեռքբերման, եւ դրա մասին քեզ հենց առաջին դասին հենց պրոֆեսորներն իրենք են ասում, որ այս բոլոր ֆինանսական գիտելիքները ամենատպավորիչ միտքը, որ դուք այս բոլոր գիտելիքները կարող եք ստանալ նաև տանը, ինքնակրթվելով, դուք այստեղ եք, որպեսզի սովորեք, որպեսզի ունենաք այս միջավայրը, որտեղ ծնվում են մտքեր, որտեղ ծնվում են քննարկումներ եւ որտեղ կա բազմակարծություն։ Եվ շատ հետաքրքիր էր, դա իրոք իրեն ապացուցեց այդ միտքը։ Ինձ համար փոփոխող է եղել հենց այդ բազմակարծության հանդեպ, ինչպես ասեմ, ավելի հանդուրժող դառնալը, թե այդ բազմազգ միջավայրը երբեմն հենց մի քիչ ազգայինից էլ խոսելով, երբեմն մեզ թվում է, թե ամենամեծ խնդիրները միայն մերն են, ամենամեծ աշխատանքային, թե միջավայրային, թե կանանց հետ կապված, հենց նշեմ, խնդիրները հենց միայն մեր երկրում են, կանայք ավելի դժվար են հաջողության հասնում հենց մեր երկրում,
բայց երբ որ գնում ես, տեսնում ես այդ քննարկումներին մասնակցում ես, հասկանում ես, որ իրականում կան ինչ որ ընդհանուր բաներ աշխարհի բոլոր երկրների, բոլոր ազգերի համար։ 1-2-ը կթվեք, Լուիզա։ Թեկուզ հենց այդ կանանց հետ կապված հարցերը, որ ավելի դժվարությամբ են գնում, ավելի, չգիտեմ, շատ խոչընդոտներ են հաղթահարում կարիերայում ավելի բարձր պոզիցիաներ զբաղեցնելու եւ այլնի համար։ Հետո թեկուզ հենց մեր ազգայիններից, ասենք, չգիտեմ, երկրի ներքին խնդիրներից, պարզվում է, որ այսպես ինձ համար շատ այսպես գլխի մեջ փոփոխություն էր, որ Փաստորեն բոլոր ազգերն էլ իրենց ներքին այնպիսի խնդիրներ ունեն, որոնց մասին խոսելիս նույնքան հուզվում են, որքան մենք, եւ պետք է ուժեղանալ։ Պետք է սեփական, այսպես ասեմ, ուժեղ հայրենիքը ստեղծել եւ չսպասել, որ որևէ մեկը կողքից պետք է ինչ-որ հարցով օգնի, որովհետեւ ամբողջ աշխարհը իր խնդիրների մեջ է։ Իսկ ավելի այս առաջնորդության տեսանկյունից նույն ասենք թեկուզ ֆինանսների բնագավառում, երբ որ որևէ հարց ենք քննարկում, կվերաբերվեր դա հարկային ինչ որ օրենսդրությանը, կվերաբերվեր դա ինչ որ, չգիտեմ, կազմակերպության գնահատման մեթոդներին, շատ հետաքրքիր էր տեսնել, թե տարբեր երկրներում էլի հիմնականում խումբը ֆինանսական այդ ոլորտի մարդկանցից էր, ինչպես են իրենց փորձառության կիսելը, շատ հետաքրքիր էր եւ միանշանակ ունեցավ ազդեցություն այդ ամեն ինչը եւ այո ձևավորում է քեզ որպես անհատ, ձևավորում է քեզ որպես առաջնորդ եւ հասկանում ես, որ բացի եւ ամենակարևոր բանը, որ նաեւ Օքսֆորդում տարբերվում էր իմ այստեղից ստացած կրթությունից, դա քննադատական մտածողության զարգացումն է։ Ինչը մենք բարբերաբար խրախուսում ենք, վերլուծական մտածողություն, քննադատական մտածողություն։ Իրականում այդ տարբերությունը զգացվում էր, օրինակ նույն աշխատանքը գրելիս, ավարտական աշխատանքը գրելիս, ընթացիկ այդ աշխատանքները, որ գրում եւ հանձնում էիր, շատ ավելի բարձր գնահատական ստանում էին այն աշխատանքները, որտեղ կար քննադատություն նույնիսկ սեփական առաջադրած գաղափարների նկատմամբ, քան այն աշխատանքները, որոնք ասենք լեցուն էին ինչ որ փաստերով եւ չգիտեմ, գրքային բաներով։ Սա հետաքրքիր է, այսինքն մարդուն սովորեցնում են կասկածել, իսկ այդ կասկածամտությունը, անընդհատ փնտրտուքը, դա իմ կարծիքով առաջընթացի ճանապարհն է։ Շնորհակալություն շատ, բավականին հետաքրքիր ու օգտակար փորձառությամբ կիսվելու համար հաջորդ կարևոր հարցն եմ ուզում ուղղել Հասմիկ ձեզ։ Խոսեցինք առաջնորդությունից, ըստ էության մինչ այս պահը ավելի շատ անդրադարձ ենք կատարում փափուկ հմտություններին, հա, ինչպես որ էլի մեր աշխատաշուկային վերջին տարիներին շատ խրախուսում են, որ ինչպես նշեցինք քննադատական մտածողություն, վերլուծական մտածողություն, մյուս կարևոր կետը դա փոփոխություններ բերելու եւ փոփոխությունների հանդեպ բաց լինելու կարողությունն է, որը էլի պետք է արձանագրենք, որ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով մեզանում մի փոքր բացակայում է։ Մենք հիմնականում սիրում ենք ավելի շատ լինի կանխատեսելի, ավելի այդ հարմարավետ գոտին, ինչպես շատերը, հա, էլի մեր ընդհանուր բառամթերքի մեջ շատ օգտագործում ենք։ Հիմա ուզում եմ մի փոքր խոսեք փոփոխություններ բերելու կարողությունների ու այդ փոփոխությունների ժամանակ մարտահրավերների մասին, այսինքն այս համատեքստում դուք ինչ եք սովորել, հա, որպես էլի առաջնորդ, որպես որ յուրօրինակ փորձառություն ստացած անհատներ։ Շատ հետաքրքիր հարց տվեցիք։ Առաջնորդի տարբեր տեսակներ կան, հա, ինքը փորձում է հեղափոխական փոփոխություններ անել, թե հասնել նրան ինչ որ ձգտում է եւ այլն։ Բոլորը ենթադրում են այդ փոփոխությունները, բոլորը ենթադրում են հարմարավետության գոտուց դուրս գալ եւ այլն։ Ես մի ոլորտում եմ աշխատում պետական, որտեղ իհարկե դժվար է կտրուկ որոշակի փոփոխություններ իրականացնել, բայց բաց է շատ կենտրոնական բանկը այդ փոփոխությունների համար իր մանդատի շրջանակներում փոփոխություններ անելու համար պետք է գնահատել ռիսկերը եւ հնարավորությունները եւ թե ռիսկերը ինչպես ռիսկերի ի հայտ գալու պարագայում ինչպես դա կանդրադառնա համբավի վրա, հետագայի վրա, ինչպիսին ենք պատկերացնում ապագան վերջնարդյունքը այդ փոփոխություններից հետո եւ շատ կարեւոր է լսել թե ինչ են ասում եւ
տարիքով գործընկերները եւ ամենաերիտասարդ գործընկերները եւ այդ սերունդների համադրությունն է ռիսկի զսպման հնարավորությունների առավելագույնս օգտագործման այդ հնարավորությունն է, որ լավագույն արդյունքի է բերելու։ Կուզենայի մի փոքր փոփոխություններից խոսեիք նաև կրթական համակարգում, քանի որ այնտեղ մի փոքր կարող եմ այսպես թույլ տալ բարձրաձայնելու բարդ է, քանի որ կան համակարգեր, որտեղ որ համակարգերի գործընթացների փոփոխությունը ավելի դժվարությամբ է լինում։ Այդ հմտությունները ինչպես եք կիրառել կամ արդյոք առիթ ունեցել եք կիրառելու։ Ասել, որ կրթական համակարգը մի քիչ ավելի ինչպես ձևակերպեցիք, ավելի բարդ է, կարծր է։ Իրականում էական փոփոխություններ եղել են, այն ինչ ես կիրառում եմ, ավելի շատ նախագծերի ձևով, հարցադրումների ձևով, որպեսզի ուսանողներն ավելի ներգրաված լինեն, ոչ միայն դասախոսություններ կարդալով, ներկայացնելով եւ քննության ժամանակ պահանջելով, այլ թե իրենք ինչպես կվարվեին քաղաքականություն իրականացնելիս այս պարագայում, որն է իրենց հիմնավորումը, դերերի բաշխումը եւ պահային իրենց այդ պատասխանատվություն տալը շատ մեծ հետաքրքրություն է առաջացնում իրենց մոտ եւ այդ նախագծային ուսուցումը շատ մոտիվացնում է ուսանողներին ավելի հեշտ ընկալելու այն ինչ որ տեսական նյութերով ներկայացնում ենք հիմնականում դա ու պետք է նորից շեշտեմ որ իրոք կրթությունը ավելի շատ ուսանողի պատասխանատվությունն է դասախոսը պատրաստ է տալ եւ տեսական գիտելիքները եւ գործնական եւ իմ փորձից որ ես բարբերաբար տարբեր ծրագրերի մասնակցելով կրթում եմ, ես գտնում եմ, որ մեր ուսանողներն էլ պետք է իրենք փնտրտուքի մեջ լինեն, անընդհատ նախաձեռնող լինեն, այո, եւ այդպես ավելի լավ կկերտեն իրենց ուղին դեպի պրոֆեսիոնալ մասնագետ։ Այստեղ քանի որ խոսեցինք փոփոխություններից, հավելյալ հարցը ձեզ նորից տամ Հասմիկ եւ անցնեմ Լուիզային, ինչը կփոխեիք ձեր անցած ճանապարհի մեջ, եթե հնարավորություն լիներ հետ վերադառնայիք եւ ինչ որ բան փոխեիք, հատկապես որ ինչպես նշեցինք, միգուցե պետք չէ այսպես արձանագրել, բայց Օքսֆորդից հետո վստահաբար ձեր մասնագիտական, ինչու ոչ, նաեւ անձնական կյանքը կարելի է առաջ եւ հետո կտորի, հա, բաժանել, ինչը կփոխեիք։ Իհարկե, եթե կան այդպիսի մտքեր։ Երևի ավելի համարձակ կգործեի։ Ինքնավստահություն ինչի մասին որ խոսում եք։ Այս մտքից դա եկավ, երևի ավելի համարձակ կգործեի։ Ընդհանուր առմամբ իմ սկզբունքներից այն է երբեք չընկճվել ձախողումների պարագայում եւ դա որպես ինչ որ ցածր աստիճան դիտարկել, հա։ Այդ համոզմունքը ունեցել եք նաեւ միջև Օքսֆորդ ընդունվել։ Այո, այդ մի քիչ աստիճանները բարձրանալիս ավելի համարձակ կգործեի։ Շատ լավ, շնորհակալություն Լուիզա։ Մի փոքր ձեր կարծիքն ու մոտեցումը փոփոխություններ էլի բերելուն, առաջադրելուն, փոփոխությունները կառավարելուն եւ այդ դժվարությունները հաղթահարելու մասով ինչ փորձառություն եք ունեցել։ Եվ ինչպես եք հաղթահարել ամենակարևորը։ Ինձ թվում է ցանկացած Հասմիկը ճիշտ ասեց, ցանկացած առաջնորդ ինքը փոփոխություն է բերում։ Այսպես, ինչպես եմ հաղթահարել, ինձ միշտ օգնել է, որ ես իմացել եմ վերջնանպատակը, դա շատ կարևոր է։ Երբ որ դու գիտես վերջնանպատակը, չես ընկճվում ընթացիկ որևէ խնդրից։ Երբ որ ես սիրում եմ ասել, երբ որ այդ թունելի վերջում լույսը տեսնում ես, դու ուղղակի գնում ես դեպի այդ լույսը, եւ ընթացքում ոչինչ քեզ չի կարողանում ընկճել, գուցե նաեւ բնավորության հարց է։ Այսինքն ամեն ինչ սկսվում է ճիշտ նպատակներից, դրանից հետո մնացածը արդեն չընկճվելու, անընդհատ շարժվելու եւ առաջ գնալու խնդիր է։ Փոփոխությունների մասով օրինակ շատ հետաքրքիր էր կուզենայի մեջ բերել մեր ռազմավարության դասախոսի խոսքերը Օքսֆորդի համալսարանից, որ էլի շատ տպավորիչ էր։ Այսպես մի հատ ընդհանուր քննարկում էր, որտեղ բոլորը բողոքում էին, որ գուցե մարդը հնարավորություն չունենա փոփոխություն անելու, չունենա համապատասխան պաշտոն, չունենա համապատասխան ռեսուրսներ,
շատ հետաքրքիր դիպուկ մտքով ինքը հակադարձեց եւ այսպես սովորացրեց ամբողջ կյանքի համար, ասածը հետեւյալն էր. միշտ պետք է օգտագործես քո ձեռքի տակ եղած ռեսուրսները ամբողջությամբ։ Այսինքն ոչ թե պետք է մտածես այ որ այս ունենայի, այսպես կանեի, այլ սկզբից հավաքիր եւ համակարգիր ինչ որ ունես, չգիտեմ, 1 աշխատող, 2 աշխատող, նյութական ռեսուրսներին կարող է վերաբերվել, այդքանը ուղի քո նպատակին, հետո նոր սկսի մտածել ավելի մասին։ Այո, ճանապարհը կբացվի եւ շատ լավ խորհուրդ էր եւ այսպես ասած ուսանելի էր։ Մյուս մասով էլ փոփոխությունների ուղղակի հետեւյալն է, որ փոփոխություններ անելու համար պետք է ոչ միայն անհրաժեշտ է որ դու ունենաս ռեսուրսներ, այլ անհրաժեշտ է որ կարողանաս ոգևորես քո գաղափարով քո շրջապատին։ Եթե ունես բավարար հավատ, որ այդ փոփոխությունը անհրաժեշտ է եւ այդ փոփոխությունը կբարելավի նաեւ քո շրջապատի, քո միջավայրի, քո կազմակերպության, այսպես ասած, վիճակը, ուրեմն կարող ես վարակել, ուրեմն կարող ես ունենալ մարդիկ, որոնք քո կողքին են, ռեսուրսներ եւ անել այդ փոփոխությունը։ Շնորհակալություն շատ։ Ես ուզում եմ ձեզ նախավերջին հարցը ուղղել, քանի որ կարող եմ վստահաբար բարձրաձայնել, որ դուք նաև շատ լավ օրինակ եք իգական սեռի ներկայացուցիչների համար, որ այո, կարելի է սովորել, կարելի է աշխատել, կարելի է նաև կենցաղ անձնային կյանքը բավականին գեղեցիկ ձևով կազմակերպել։ Վստահ եմ մեր ռադիոլսողների եւ ռադիոդիտողների մեջ ունենք նաև մեզ կլսեն բավականին իգական սեռի ներկայացուցիչներ, նաև առաջիկայում միամսյակն է, այսինքն մարտի 8-ն է ու նաև մեր հենց այս հաղորդումների շարքը նվիրված է նրան, որ այո հայ կանայք, ովքեր որ այդ հանձնառությունն են վերցրել անդադ աճելու, զարգանալու, առաջ գնալու, երբեք չսահմանափակվելով խոչընդոտների դժվարությունների առաջ, մի փոքր Հասմիկ սկսենք ձեզանից, կիսվեք ձեր փորձառությամբ, ինչպես եք կարողանում ուսում, աշխատանք ու նաև անձնական կյանք համատեղել, որ նաև ոչ մեկը չտուժի ու ամենակարևորը չեք սահմանափակվել նրանով, որ օրինակ, համասարանական կրթությունից հետո այլևս կրթություն ստանալը էական չէ, որովհետև դրանով ավարտել ենք ընդհանուր process-ը կրթական։ Ձեր հաջողության բանալին անձնական եւ կարիերան, կրթական բանը համատեղելու, որն է հաջողության գաղտնիքը։ Ծովինար ջան, Լուիզայի մոտ եթե ես այդ հարցին պատասխանեմ, շատ մեծ անհամեստություն կլինի, բայց ես կասեմ իմ կյանքի մոդելի մասին։ Ես կասեմ ինչու եմ այդպես ասում, Լուիզան 5 բալիկի մայրիկ է, իսկ ես 2։ Հրաշալի է։ Հենց որ Լուիզայի փորձը ավելի ուսանելի կլինի եւ ավելի համոզիչ, բայց ես պատասխանեմ ձեր հարցին։ Պետք է կյանքի տարբեր փուլեր զբաղվածություն ընտանիքի հետ, զբաղվածություն աշխատավայրում եւ այլն դիտարկել կյանքի ցիկլի մեջ։ Ինչ որ մի պահ զբաղված ես ընտանիքով, որտեղ երեխաները փոքր են, երեխաները մեծանում են, ավելի շատ ժամանակ ունես զբաղվելու քո կարիերայով եւ պետք չէ նեղվել այն հանգամանքից, որ ինչ որ պահ ավելի շատ ժամանակ ես տրամադրում կենցաղին եւ ընտանիքին։ Երբ որ իմ աղջիկը փոքր էր, տանը խնամում է իրեն, երեխայի խնամքի արձակուրդում էի գտնվում, ինձ թվում էր, թե աշխարհը սլանում է, ես հետ եմ մնացել։ Բոլորի վախերն են դա։ Հենց այդ ժամանակ ես իմ տեխնացուական թեզը ճիշտ է նախաձեռնել էի, մինչև աղջիկս ծնվելը, բայց սկսեցի արագ գրել իմ տեխնացուական թեզը այդ ընթացքում ու կարծես այդ ցիկլի վերելքի փուլում հայտնվեցի։ Շատ դժվար էր դա ինձ համար, բայց ես փորձեցի այդ իմ թվացial համոզմունքը, որ աշխարհը սլացել է, ես հետ եմ մնացել, այդ ճեղքը դրանով փակել։ Իսկ ներկա աշխարհում, որ ասում եք ինչպես ստացվեց, որ չբավարարվեցի համալսարանական կրթությամբ, հիմա եթե մեկ շաբաթ նոր բան չես սովորում, արդեն կարծես թե ինչ որ իրավիճակից հետ ես մնացել
Տեղում մնալու համար պետք է վազել, ինչպես ասում են։ Դա իմ սիրած խոսքն է, միշտ կիրառում եմ, շնորհակալություն։ Ճիշտ է, ստացած տեղեկատվության շատ քիչ տոկոս է, որ հետո երկարաժամկետ օգուտներ է տալիս, ամեն դեպքում այս տեղեկատվական հոսքի մեջ, այս զարգացումների մեջ անընդհատ պետք է կրթվել։ Ես խոսքի սկզբում ինչ էի ասում, ինչը ստիպեց ինձ նորից մասնակցել այդ դասընթացին, հոդվածներ կային, երբ որ ես ընթերցում էի, ես պետք է հասկանայի վերնագիրն ինչ ասաց, կամ այս տողն ինչ ասաց, տողում ինչ էր գրված։ Եվ շատ տարբեր են 20 տարի առաջվա հոդվածների շարադրանքը ներկայիս հոդվածների շարադրանքից ակնհայտ այդտեղ կրթվելու խնդիր է առաջանում։ Եվ կարծում եմ դեռ շարունակելու եմ կրթվել։ Շնորհակալություն շատ Հասմիկ։ Լուիզա, ձեր փորձառությամբ ինչպես կկիսվենք, Հասմիկը արդեն ներկայացրեց, որ բավականին մրցակցային առավելություն ունեք այս առումով։ Ձեր դեպքում ավելի կրկնակի ոգեշնչող կլինի 5 զավակներ, դրանից նաև այս կամ ճանապարհ, որը որ անցել եք ու անցնում եք դեռ։ Այսպես ձևակերպեմ, ես միշտ որ հարցնում են որտեղից ես այդ ուժերդ գտել, ես միշտ ասում եմ ամեն երեխայի ծնվելու հետ իմ մոտիվացիան ավելացել է եւ դա իրոք այդպես է, որովհետեւ ավելի շատ մարդու համար ես պատասխանատու։ Իրականում հարցը սիրելու մեջ է, այսպես ասեմ։ Երբ որ դու սիրում ես ընտանիքիդ, անպայման ժամանակ ես գտնում, երբ որ դու սիրում ես մասնագիտությունդ, անպայման ժամանակ ես գտնում, այն ինչպես Հասմիկը երեխային խնամելու հետ իր դիսերտացիան է գրել, դա միշտ այդպես է, դա այլ կերպ չի աշխատում։ Երբ որ ուզում ես գտնում ես ժամանակ, երբ որ չես ուզում գտնում ես պատճառաբանություններ։ Պետք է այդպես նայել ես ամեն ինչին։ Անընդհատ սովորելու հետ կապված կասեմ, որ այսօր էլ, այո, ամեն օր այդ ճանապարհը անցնում ենք, առանց դրա ուղղակի հնարավոր չի։ Ինձ թվում է բոլորիս տանն էլ կա մի մեծ, այսպես մասնագիտական գրքերի շարան, որոնց մի մասը կարդացել ես, մի մասը այսպես թաքուն նայում ես ու երազում ես երբ է գալու այդ ազատ ժամանակը, որ դա էլ անպայման ընթերցես, բայց այլ կերպ մասնագիտության մեջ մնալ եւ ձեր նախորդ հարցի պատասխանը փոփոխություններ բերել ուղղակի հնարավոր չի։ Պիտի կրթվես, շարունակես այդ ճանապարհը եւ կնոջ համար նաև շատ կարևոր է, դու դրանով նաև քո երեխաների համար օրինակ ես։ Իրենք էլ տեսնում են, իրենք էլ այդ օրինակը վերցնում են անպայման, որ դա է ճանապարհը դեպի ավելի լավ կյանք, այսպես ասած, եւ ավելի, չգիտեմ, ինչու՞ չէ, նաև դրանով ավելի լավ, ինչպես իմ խոսքի սկզբում ասեցի, ավելի բարեկեցիկ հայրենիք ունենալու։ Շնորհակալություն շատ։ Լուիզան խոսեց գրքերից, թե չենք կարող խոսել կրթությունից եւ չխոսել այն գրքերից, որոնք որ վստահաբար ձեր ընդհանուր մտածողության անձնային աճի վրա առանցքային դեր են ունեցել։ Հասմիկ, ինչ գրքեր կնշեք, որը որ հատկապես երիտասարդներին շատ խորհուրդ կտակ, որպիսի ինչ որ փուլում ընթերցել։ Նաև ես լրացուցիչ հարց ունեի ձեր նշած այս ամբողջ ճանապարհի հետ կապված, վստահաբար մեզանից շատերի համար որպես սահմանափակում նաև տարիքն են, չէ՞։ Միշտ այսպես բերում են որպես արգումենտ, ասում են, դե լավ, չգիտեմ, 30 տարեկան եմ, ինչ գնամ նորից սովորեմ, այդ 30 տարեկանի մասին այնպես են խոսում, ինչպես կխոսեին 90 կամ, չգիտեմ, 100 տարեկանի մասին։ Սրա հետ կապված ինչ կարող եք ասել։ Ձեր այս վերելքների փուլը որ տարիքում է եղել։ Իհարկե, եթե դա գաղտնի ինֆորմացիա չէ եւ կուզենայի կիսվել։ Ինձ շատ կհետաքրքրի։ Վերելքների փուլ տարբեր փուլերում է եղել, հա, որովհետեւ ասեցի այդ ամեն ինչը ցիկլի ձևով է ընթանում։ Ես Օքսֆորդի համալսարանում սովորել եմ իմ կյանքի 5-րդ տասնամյակում։ Հրաշալի է։ Ուզում եմ, որ մեր ռադիոլսողները եւ ռադիոդիտողները այս հանգամանքը անպայման այսպես արմատացած վերցնեն իրենց մոտ։ Դուք։ Ես 4-րդ տասնամյակում։ Շատ լավ է, բավականին ոգեշնչող է ու ամենակարևորը, որ իսկապես սահմանափակումները մեր մտքի մեջ են, հա, եթե անհատը ունի նպատակ, ձգտում, սեր, վերջնանպատակ վստահաբար կհասնի դրանց։ Գրքերի մասով, Հասմիկ, ինչ խորհուրդ կտաք։
կա չէ այդպիսի կարծիք, ասма ցանկալի է կարդալ այս գրքերը, ասма բայց պետք է մի 1000 գիրք կարդաս, որ հասկանաս, որ այդ մի 5 գիրքն է շատ կարևոր։ Ես շատ սիրում եմ ընթերցել մշակութային կոդերի մասին գրականություն։ Տարբեր ազգերի մշակութային կոդը, աշխարհի մշակութային քարտեզ, այդ գրականությունը ընթերցելիս եւ նաեւ շփվելիս, հա, ինչպես Օքսֆորդի համալսարանում շփվում ենք մեր դասընկերների հետ, այլ կերպ ընկալում դիմացինիդ։ Ոչ միայն արտերկրում, հա, օտարազգիներին, այլ նաեւ հենց գործընկերոջդ եւ այլն եւ շատ կարեւոր է ինձ համար, շատ կարեւոր էր այդ գրքերի տված ազդեցությունը, Raphael The Cultural Code, մշակութային կոդ եւ Mervyn, չեմ հիշում, հեղինակին The Cultural Map, մշակութային քարտեզ, այո։ Մշակութային քարտեզ, այո։ Եվ դա այդ գրքերը ինձ վրա էական ազդեցություն են թողել աշխարհն ընկալելու տեսանկյունից, իսկ առաջնորդման վերաբերյալ գրականություն ես շատ սիրում եմ Leader as a Healer, առաջնորդը որպես ապաքինող, գիրքը, որը որ Յանին է հեղինակը, Օքսֆորդի համալսարանի դասախոս, որը հոգեբան է մասնագիտությամբ եւ եղել է թատրոնի տնօրեն, եւ ինքը առաջնորդման մասին այդ գիրքն է գրել, որը մարդկային հարաբերությունների մասին է, որովհետեւ առանց մարդկային ճիշտ հարաբերությունների հնարավոր չի որևէ առաջնորդում իրականացնել, հնարավոր չի որևէ տեսակի առաջադեմ կառավարում իրականացնել։ Այս պահին այդ գրքերը մտաբերեցի, թե չէ գրքերը շատ Լուիզայի նշած գրքերից նաև շատ ունեմ դարակում դրած եւ երազում եմ ընթերցել։ Շնորհակալություն շատ, Լուիզա, դուք ինչ գրքեր կնշեք։ Ես ուղղակի կարճ կավելացնեմ, գրքերը իրոք շատ են եւ օրինակ սովորություն կա միաժամանակ մի քանի տարբեր գրքեր կարդալու, տարբեր ոճերի, այդպես առանց դրանց կարելի ասել չի լինում։ Ինձ վրա այս վերջերս շատ մեծ տպավորություն է թողել այդ կոչվում է Восьмой навык, Ֆրանկլին Սթիվեն Քովեի գիրքն է, ինքը շարունակությունն է արդյունավետ մարդկանց 7 վարքագծեր գրքի շարունակության։ Դուք ոնց որ կանխատեսում եք իմ հարցերը, ես հաջորդ վերջին հարցը ինչ պետք է տայի։ Այսպես ինքը գիրքը հենց մարդուն որպես մի ամբողջություն ներկայացնելն է, որ մարդը ոչ միայն այսինքն ֆիզիկական էակ է, էմոցիոնալ էակ է, այդպես, ու որպես առաջնորդ ու պարտավոր է իմանալ այդ մարդու բոլոր կողմերը եւ շատ հետաքրքիր ձևով ոնց որ ցույց է տալիս, թե ինչպես են նույնիսկ ասենք ամենա անկյունում նստած մարդիկ, ինչպես կարող են դառնալ անգլերեն ասած voice եւ բարձրաձայնել իրենց կարծիքը եւ ասել եւ փոփոխություններ բերել, շատ հետաքրքիր էր կարդալը եւ ընդհանրապես մարդու հոգեբանության հետ կապված գրքերը այս վերջերս ավելի նախընտրելի են դարձել, երևի նրանից է, որ ես էլ եմ կարծում, որ ամենակարևոր բանը մարդուց եւ մարդկային հարաբերություններից հասկանալն է, որտեւ առանց դրա չի լինի ոչինչ։ Նույնիսկ եթե դու լինես աշխարհի ամենալավ մասնագետը, դու չես կարողանա ոչինչ անել, եթե դու չես հասկանում դիմացինիդ զգացմունքները, դիմացինիդ նպատակները, այսպես ասած, դու պետք է հասկանաս մարդուն, պետք է կարողանաս աշխատել նրա հետ, որպեսզի կարողանաս նաև բերել քո ուզած փոփոխությունները։ Շնորհակալություն շատ եւ վերջին հարցը, Հասմիկ, ձեզ ամենակարևոր սովորությունը, որ ձեռք եք բերել եւ կուզենաք դրա մասին բարձրաձայնել։ Ձեռք եմ բերել ուսման ընթացքում չընկճվելու անհաջողությունների ժամանակ չընկճվելու իմ համոզմունքը հաստատվեց ինձ մոտ։ Դա շատ կարևոր հմտություն էր, որ շատ կարևոր էր այդ հմտությունը ինձ համար, թեպետ երբեմն մտածում էի, գուցե պետք է դադար տալ այս պահին, բայց այն ինչպես ես վարվել էի, մինչ Օքսֆորդի համալսարան ընդունվելը,
շարունակում եմ այդպես վարվել, արդեն այլ համոզմունքով, որ դա ճիշտ է։ Շնորհակալություն, Լուիզա, դուք։ Ինձ համար երկու կարևոր բան է եղել, այսպես ասեմ, առաջինը վերաբերվում է որոշումների կայացմանը, որ սովորել եմ իրոք որոշումներ կայացնելու ձևեր կան, այսպես ասած, տեխնիկաներ կան, որ երբեմն մենք ընկնում ենք ուղղակի sense մտովի մեր մտքերի մեջ եւ չենք պատկերացնում, որ կարելի է ինչ որ քայլերի հաջորդականություններ կիրառելով էլի մտքերդ բացահայտես ավելի հեշտ, այդ որոշումների կայացման ծառի ուսումնասիրությունն է եղել եւ այդ գիտելիքների ձեռքբերումը, իսկ երկրորդը ավելի, այսպես ասած, անձնային տեսանկյունից դա համարձակությունն է։ Համարձակությունն է, որ պետք է լինես ավելի համարձակ, պետք է ապրես ավելի համարձակ եւ նույնիսկ պետք է երազես ավելի համարձակ։ Շնորհակալություն շատ, բավականին հետաքրքիր, արդյունավետ ու ամենակարևորը ուսուցանող զրույցի համար։ Ես ուզում եմ, որ մեր այս զրույցը իսկապես շատ ոգեշնչող լինի մեր հայրենակիցների համար։ Չեմ առանձնացնում արական կամ իգական սեռի ներկայացուցիչների մասով, բայց իսկապես ուզում եմ նաև ավելի շատ հենց իգական սեռի մեր ներկայացուցիչները, մենք միշտ ինչ ենք ասում, հա, ցավոք սրտի կամ միգուցե հենց ըստ նախախնամությամբ է, որ այդպես է, մենք քիչ ենք եւ մեզանից յուրաքանչյուրը իսկապես կարևոր դեր պետք է ունենա դրական փոփոխություններ բերելու մեջ եւ ինչպես նաեւ Լուիզա դուք ձեր խոսքի մեջ բարբերաբար նշում էինք մեր երկրի, մեր Հայաստան աշխարհի, հա, մեր միջավայրի զարգացման ու հզորացման մեջ եւ այստեղ սեռային սահմանափակումը ըստ էության պետք է որևէ առնչություն չունենա, հա, ով ունի հնարավորություն, կարողություն, ցանկություն, ձգտում պետք է առաջ գնա։ Եվ քանի որ մեզանում նաեւ իսկապես այդ խոչընդոտներն են շատ եղել, դուք շատ կենթանի ու լավ օրինակ եք նրան, որ տարիքը, ժամանակը, այդ ամենը արհեստական սահմանափակումներ են, որոնք որ միայն մեր ուղեղում են եւ միայն այս պարագայում կարելի է ոչինչ չանել ու չհաջողել։ Իսկ ձեր փորձը մեզ լրիվ հակառակն է ապացուցում եւ ամենակարևորը օրինակ ծառայում։ Շնորհակալություն նորից ձեզ, ուզում եմ մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին նորից հիշեցնել, որ Գործարար ալիքի եթերում անդրադարձ էին կատարում Հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին։ Իմ հյուրն էր Հասմիկը Ղահրամանյան, ով հանդիսանում է Օքսֆորդի հայաստանյան շրջանավարտների ակումբի հիմնադիր անդամը, Կենտրոնական բանկի խորհրդի անդամ եւ ԵՊՀ դասախոս եւ Լուիզան Վարդումյան, ով կրկին հանդիսանում է Օքսֆորդի հայաստանյան շրջանավարտների ակումբի հիմնադիր անդամը եւ Մեհրաբյան եւ Որդիներ ընկերությունում ֆինանսական տնօրեն է։ Շնորհակալ եմ շատ ձեզ, բոլորիս գործերին մեծ հաջողություն, ինչպես որ յուրաքանչյուր եթերի ավարտին ենք նշում։